Կարենը ներկայացրել է անձնական պատճառներ, որով պայմանավորված ի վերջո նա համոզել է, բացատրել է եւ մենք մտել ենք Կարենի դրության մեջ, որ իրականում մարդը խնդիր է տեսնում եւ ուզում է դուրս գալ, բայց այդ ժամանակ մենք ընկալել ենք որպես անձնական աշխատանքի անցնելու խնդիր, որը մեծ հաշվով հարգել ենք այդ որոշումը, կրությունը փոխանցվել է քաղաքապետարան, քաղաքապետը հաջորդ օր ամսի 21-ին դիմումը տրվել է առաջ, ամսի 22-ին քաղաքապետը արձանագրություն է կազմել եւ ուղարկել է տարածքային ընտրական հանձնաժողով, 31 ընտրատարածքային հանձնաժողով, որով արդեն այդ պահին քաղաքապետի արձանագրությունը կազմելու պահից ի վեր արդեն ինքը համարվում է մանդատ չունեցող անձ, սովորական անձ է դառնում։ Դրանից հետո մեկ օր թե երկու օր հետո արդեն այդ արձանագրությունը ուղարկելուց հետո պարզվում է, որ մեր ընկերը փոշմանել է եւ դիմել է մանդատը, այսինքն հետ վերցնելու, որի իրավասությունը, ինչպես արդեն հասկանում ենք, քաղաքապետը չունի հետ արձանագրությունը հետ կանչելու կամ նոր արձանագրություն կազմելու իրավասություն չունի, օրենքով սահմանված կարգով։ Մինչ օրս Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել, մեր խմբակցության անդամները չեն կարողացել կապվել Կարենի հետ, չեն կարող հասկանանք, թե պատճառը ինչումն է եւ բացի դրանից արդեն մենք իմանում ենք, որ երբ որ ինքը դիմել է մանդատը հետ ուզելու, նաև դրանից մի քանի րոպե հետո երկրորդ նամակն է ուղարկել քաղաքապետարան, որով տեղեկացրել է, որ ցանկություն ունի դուրս գալու, թե դուրս է գալիս մեր քաղաքը խմբակցությունից։ Ու արդյունքում, բայց նիստը ասել էին ժամը 6-ին է լինելու, ոնց են, ես ժամը 6-ն է։ Դեն է, ունենք են, ինչ որ ունենք, ժողովուրդ ջան, մեր երկրում օրենքը էս է, օրենքի գերակայությունը էս է, իրանք օրենքը այսպես են պատկերացնում, օրենքը խախտել, ոտնահարել, մարդու իրավունքը ոտնահարել, իրանից հետո եկող մանդատ ստացողի իրավունքը ընտրվելու իրավունքը ոտնահարել, որի արդյունքում իրանք կարողանան եւս մեկ մանդատ փախցնել։ Նարեկ ջան, այդ պետք է արդեն իրանցից հասկանանք, որ այդ մի մանդատը իրանց ինչ էր տալիս, բայց դու լավ հասկանում ես, որ այդ մի մանդատը իրանց ինչ է տալիս, որ դրա համար այսքան կռիվ են տվել, այսպես է սաղ պետությունը խառնել են իրար, հերթական մեկ մանդատը 14-ից դառնալու է իրենց համար 15-րդ մանդատը եւ իրենց մնալու է երկու մանդատի կռիվ են փորձելու տալ, թե որ թիմերի հետ են անելու, թե որի դեմ ինչ են անելու, որի գլխուն ինչ են սարքելու, ինչ հետևանքներ է ունենալու, այն որ ասում է, որ Գյումրին հետևելու է Վանաձորի օրինակը, այդ իմ ասածները էլի Ժողովուրդ ջան, այսօրվա դրությամբ այո, փորձում են, բոլորին է փորձում են, բոլորի հետ էլ այդ աշխատանքները տանելու են, փորձելու են բան ապացուցել, բայց էլի եմ ասում, ես իմ ապացուցելիքը, ամենակարևորը իմ ասածը, իմ խոսքի տերը եղել եմ եւ իմ քվեարկության արդյունքում, իմ քվեարկության շնորհիվ ԿՊ-ն քաղաքապետ չի ունեցել, թե հիմա յուրաքանչյուրի վրա ինչ կարող են անել, յուրաքանչյուրի հետ կապված ինչ պրոբլեմ կարող են ստեղծել, այսօր տեսնում ենք, որ այս իշխանության երևակայությանը սահման չկա։